Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Գաստրոթայմի շարքում շարունակում ենք երկու մասնագետներով քննարկումը այն բոլոր ակտուալ հարցերի շուրջ, որոնք հանդիպում են հենց ձեզ մոտ եւ իմ գաստրոենտերոլոգիական պացիենտների մոտ եւ այս կապակցությամբ այսօր ես հրավիրել եմ էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանին, որպեսզի քննարկենք ձեզ հուզող ամենատարածված հարցերը։ Ողջույն։ Ողջույն բժշկուհի ջան։ Դոկտոր ջան, մեզ ամենահաճախ կապող խնդիրը մեր պացիենտների դա նյութափոխանակային խանգարումներն են ու ճարպակալումը եւ շատ գաստրոենտերոլոգիական պացիենտներ կան, որոնք օրինակ սոնոգրաֆիկ հետազոտությամբ տեսնում են, որ ունեն լյարդի այսպես կոչված ճարպակալում, ավելորդ քաշ եւ այլն եւ դիմում են գաստրոենտերոլոգի։ Այս առումով պետք է հստակ ֆիքսել, որ լյարդի ճարպակալումը որպես առանձին խնդիր չի հանդես գալի, այլ ավելի գլոբալ չէ, խնդրի արդյունք է եւ կա այսպես կոչված մետաբոլիկ ասոցիացված լյարդի ճարպային հիվանդություն, որը առանձին ինքնուրույն հիվանդություն չէ, այլ ուղղակի լյարդի ճարպակալումը դրա մեկ դրսևորումներից մեկն է։ Եվ այս պացիենտների մոտ շատ հաճախ լինում է հենց ավելորդ քաշ, ինսուլինոռեզիստենտականություն, որով հենց զբաղվում եք դուք էնդոկրինոլոգներդ։ Ու ուզում եմ, որ այս հարցով ավելի մանրամասն ինֆորմացիա տաք, որտեղից սկսի այս պացիենտը, գնա գաստրոենտերոլոգի մոտ, ստանա տարբեր անիմաստ կեպատոպրոտեկտորներ եւ այլն, թե ավելի պատճառային այս հարցի լուծումը ստանա։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ ակտուալ է թեման, քանի որ ճարպակալումը քրոնիկ էնդոկրին հիվանդություն է համարվում եւ մետաբոլիկ համախտանիշ ասվածը իր մեջ ընդգրկում է եւ հավելյալ քաշը, ճարպակալումը, ինսուլինառեզիստենտականություն, գլիկեմիայի խանգարում, անգամ շաքարային դիաբետ, որը դեպի գնում է շաքարային դիաբետ, ճնշման բարձրացում, դիսլիպիդեմիա, այդ բարձր խոլեստերին ասվածը եւ իհարկե մետաբոլիկ ասոցիացված լյարդի ճարպային հիվանդությունը, այս հիվանդությունների շարքը հետևանք է ճարպակալման եւ պետք է ընդհանուր զբաղվել եւ պետք է էնդոկրինոլոգ եւ բնականաբար գաստրոենտերոլոգ լյարդաբան, բայց բուն պատճառը վերացնելը ամենաառանցքայինն է, այսինքն պետք է աշխատել ճարպակալման վրա, քաշը իջեցնելու վրա, որպեսզի մենք չունենանք նաեւ լյարդի ճարպակալում, ենթաստամոքսային գեղձի ճարպակալում, ի վերջո պետք է հիշել, որ ճարպակալումը միայն էսթետիկ խնդիր չէ եւ մենք չենք ունեն միայն կազմվածքի առումով խնդիրներ, այսինքն միայն ենթամաշկային ճարպաբջջանքում չի, ճարպը կուտակվում, այլև մեր բոլոր ներքին օրգաններում, սրտում, անոթների պատում, որը հենց այդ խոլեստերին ասվածն է, որը որ բարձրանալով կարող է ճնշումը բարձրացնել մարդու մոտ, զարկերակային հիպերտենզիա առաջացնել, իսկ ավելորդ ճարպի կուտակումը որովայնի շրջանում հատկապես բերում է ինսուլինառեզիստենտության, որն էլ ի վերջո տարիների ընթացքում բերում է գլյուկոզայի բարձրացման եւ դիաբետի առաջացման, դրա համար նման բուժառուներին պետք է կոմպլեքս մոտեցում, ինչու՞ չէ նաեւ սրտաբան, բացի գաստրոենտերոլոգ, էնդոկրինոլոգ, որպեսզի կարողանան կոմպլեքս մոտեցում ցուցաբերել։ Իսկ ինչ անենք այս պարագայում, միայն սննդակարգը նման պացիենտներին բավարար է, թե որպես էնդոկրինոլոգ դուք հավելյալ դեղորայքի կարիք եք ունենում։ Բժշկուհի ջան, ներկայումս ժամանակակից հայացքները, մոտեցումները լրիվ այլ են ճարպակալման նկատմամբ, այն համարվում է հիվանդություն, ինչպես շաքարային դիաբետը, ինչպես խոցային հիվանդություն, այն հիվանդություն է, դա էսթետիկ խնդիր չէ, նորից եմ կրկնում։ Եվ բացի սննդավարքաբանական խնդիրների կարգավորումը, այսինքն սննդակարգ, ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն, որ մենք այդքան հորդորում ենք, որ պետք է առողջ ծնվել, պետք է սպորտով զբաղվել եւ այլն, բացի սա, որը առանցքն է, կողքից նաեւ երբ ունենք արդեն ճարպակալում եւ ուղեկցող հիվանդություններ, կարիք է լինում նաեւ բուժման դեղորայքային։ Կան հիմա տարբեր ճարպակալման դեմ պայքարի միջոցներ, դեղեր, որոնք շատ ակտուալ են, այո, շատ ակտուալ են, անգամ ինքնուրույն են կիրառում, քանի առիթ է ընձեռվել ձեր մոտ ասեմ, որ խոսենք եւ ասենք, որ չի կարելի ինքնուրույն կիրառել նույն Օզեմպիկը, Մունջարոն եւ այդ շարքի լիքը դեղեր, անիմաստ միզամուղներ ու լուծողականներ քաշը իջեցնելու համար, սակայն մենք որպես բժիշկ հետազոտություններ անելուց հետո ես որպես բժիշկ իհարկե նշանակում եմ տվյալ դեղերը, բայց ոչ բոլորին,
ոչ մի քանի ավել կիլոգրամի համար։ Երբ կա ճարպակալում, երբ կան ուղեկցող խրոնիկ հիվանդություններ եւ հավելյալ քաշ, եւ նորից ասում ենք ինքնուրույն չի կարելի։ Բնականաբար դա ենք անում։ Եթե կա շաքարային դիաբետ, ապա արդեն հակադիաբետիկ դեղորայք է նշանակվում։ Դիսլիպիդեմիայի դեպքում բարձր խոլեստերին եւ այլն նշանակվում են ստատիններ կամ այլ ուղեկցող ֆիբրատներ եւ այլն տարբեր դեղորայք, որը նաեւ սրտաբանների հետ համատեղ են կատարում։ Երբ որ մենք ունենք ճնշման խնդիր, հակագերճնշումային դեղեր, այսինքն միանշանակ տվյալ հիվանդները ունեն կոմպլեքս մոտեցման եւ բուժման։ Օզեմպիկին անցնելը խոլեստերինի հետ կապված, օրինակ շատ կան պացիենտներ, որ 6-7 թվեր ունեցող խոլեստերինով պացիենտներ, որոնք ուզում են սննդով իջեցնել խոլեստերինը, չեն ուզում դեռևս անցնել ստատինների։ Ինչ կասեք այս առումով, կարելի է սննդով իջեցնել խոլեստերինը։ Իրականում պետք է փորձել իհարկե սննդակարգը շտկել, բայց ուզում եմ հիշեցնել, որ էքսոգեն այդ հիպերխոլեստերինեմիան ընդամենը 1/3-ն է կազմում սննդով ընդունածը եւ 2/3-ը լրիվ ներքին մեխանիզմներով է կատարվում, գենետիկ նախատրամադրվածություն կարող է ունենալ հիպերխոլեստերինեմիան եւ շատ դեպքերում ինքը կոռեկցվում է միայն դեղորայքային, բայց շեշտեմ նաեւ, որ քաշի իջեցումը շատ նպաստում է նաեւ դրան։ Պետք է սրտային հանկարծամահության, ընտանեկան այդ ժառանգական իրավիճակն, այդ բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն, նոր արդեն որոշվի դիսլիպիդեմիայի դեպքում բուժում նշանակվում է ստատինների տեսքով, թե չի նշանակվում։ Շատ լավ, եկեք մի քիչ Օզեմպիկից է խոսենք, քանի որ շատ ակտուալ թեմա է։ Այո, շատ կան, իմ շրջապատում էլ ծանոթներ, պացիենտներ, որոնք ինքնուրույն են անցնում Օզեմպիկի կամ նրա մյուս տարատեսակի Մունջարոյի օգտագործմանը առանց բժշկի հետ խորհրդակցելու, ունենում են իհարկե քաշի անվազեցում, բայց դրան զուգահեռ նաև ունենում են մի շարք այլ խնդիրներ, հատկապես մարսողական էլ շատ ունեն պացիենտներ, որոնք Օզեմպիկից հետո որովայնի ցավեր, փքվածություն, սրտխառնոց, փսխում դիտվում է նման պացիենտ։ Ինչ կարելի անել այս պարագայում։ Տեսեք, իրականում պետք է առաջին հերթին, երբ բուժարուն ինձ մոտենում է, ես անգամ եթե ունի ճարպակալում, շաքարային դիաբետ, գնահատում ենք ռիսկերը։ Կարող է արդյոք նա ստանալ տվյալ դեղորայքը, իր օրգանիզմը պատրաստ է, թե ոչ։ Ինչ ենք անում։ Հերքում ենք ստամոքսաղեքային տրակտի խնդիրները, խոցային բորբոքային հիվանդություններ, որովհետև տվյալ դեղերը, պեպտիդները դրանք դանդաղեցնում են ստամոքսի եւ աղիների աշխատանքը, մարսողությունը, այսինքն սնունդը երկարատև է մնում աղիներում, ստամոքսում, նվազում է։ Այսինքն եթե մարդը առանց այդ էլ ունի աղեստամոքսային տրակտի խնդիր, մենք կխորացնենք, կբարդացնենք։ Եթե ունենք պանկրեատիտներ անամնեզում, այսինքն մարդը երբևէ ունեցել է կամ ռիսկ կա, դա շատ վտանգավոր է, որովհետև պանկրեատիտը դուք եք զբաղվում, ինքներդ գիտեք, ինչ լուրջ հիվանդություն է, ինչ ցավեր են ունենում բուժառուները, խրոնիկ պանկրեատիտ, սուրբ անամնեզում, սուրբ պանկրեատիտի ինչ որ էպիզոդ եւ այլն հակացուցված է։ Լեղաքարային հիվանդության մասին խոսենք, այս շարքի պեպտիդները, այս շարքի դեղերը, դրանք առաջացնում են լեղուկանք եւ լեղաքարային հիվանդություն, այո, քարագոյացման ռիսկը մեծանում է։ Դե փսխումներ, սրտխառնոց դա շատ հաճախ հանդիպող է, անգամ եթե մենք որևիցե կողմնակի բան չէինք հայտնաբերում, դա ինդիվիդուալ է, մարդիկ սովորաբար դիմանում են եւ դիմում են գաստրոենտերոլոգի, որպեսզի ամոքիչ ինչ որ դեղեր, որ նվազեցնեն այդ վիճակը։ Այստեղ ձեզ ընդհատեմ, փսխումները ու այդ փքվածության ծանրության զգացումը լինում է, որտեղ սնունդը երկար է գտնվում ստամոքսում։ Ես գաստրոսկոպիա եմ իրականացրել Օզեմպիկ կիրառող պացիենտի, որը նախորդ օրվա ժամը 4-ից հետո ոչինչ չէր կերել, բայց ես հաջորդ օրը գաստրոսկոպիկ հետազոտությամբ ամբողջ ստամոքսը կերակուրով էր լցված։ Դրանով է նաև պայմանավորված, որ այս պացիենտները սովից զգացում չեն ունենում, անդադ փքված են, ուտել չեն ուզում, հա, դրա հաշվիլեն են։ Որտեվ լցվում է ստամոքսը։ Այո, հենց իր ազդման մեխանիզմը այդպեսին է։ Եվ չմոռանամ իմ մասով ասեմ, վահանաձև գեղձի չարորակ նորագոյացներ, մեդուլար կարցինոմայի մասին է ավելի շատ խոսքը, իհարկե հազվադեպ է հանդիպում, բայց պետք է հերքել, որ ռիսկ կա կամ ընտանեկան նախատրամադրվածություն։ Սրանք են։
հիմնական Իսկ ինչքան է, պատճառները։ եթե ամեն ինչ նորմալ է, ցուցումներ կան, Օզեմպիկը նշանակվում է, ինչքան ժամանակ է դա կիրառվում եւ ոնց է հանվում պրեպարատը։ Շատ լավ հարց էր, բժշկուհի ջան, որովհետև մարդիկ կարծում են, որ 2 ամիս կարող են այդ Հերիք է, դեղը ստանալ, անգամ բժիշկ գոլեգաներ ունենք այդպիսի եւ ինքնուրույն ստանալ, դադարեցնել։ Ուզում եմ ձեզ հիասթափեցնել մարդկանց եւ ասել, որ 2 ամսով հարցը չի լուծվում բնականաբար, առնվազն 6-ից 9 ամիս մենք պիտի դեղորայքը կիրառենք, իհարկե քաշից կախված, որովհետև մենք սկսում ենք ամենացածր դոզաչափից դեղորայքի, տիտրում ենք դոզան ամեն ամիս, բարձրացնում ենք, այնուհետև հարցնելով պիկին կաղապահենք բարձր դոզով եւ հետո նորից նույն ձևով իջեցնենք, շատ կամաց հանենք եւ զուգահեռ նորից եմ կրկնում, ապրելակերպ, սննդային վարքի փոփոխություն։ Դուք սկսում եք քիչ ուտել այդ դեղորայքի ֆոնին եւ պիտի այդ քիչը առողջ սննդով լցնեք։ Առողջ մթերքներ օգտագործեք, ոչ թե շարունակեք ենթադրենք քաղցրավենիք, fast food ուտել եւ հատկապես նշեմ, այս դեղորայքները չեն էլ սիրում նման սնունդ, հենց հատկապես այդ սնդից հետո առաջանում է փսխում, սրտխառնոց, առողջ, քիչ-քիչ, շուտ-շուտ, այս սկզբունքով։ Այսինքն ամիսներ, նույնիսկ տարի Ամիսներ, կարող նույնիսկ է ես ունեմ տևել։ բուժառու, որ 2 տարի շարունակ մենք այդ դեղորայքը դեռ ստանում ենք եւ դիաբետ չունի, պարզապես բարձր աստիճանի 3-րդ աստիճան ճարպակալում ուներ եւ շատ քիչ-քիչ քաշը իջեցնում ենք եւ չենք մոռանում մի բան, որ երբ որ քաշը արագ է իջնում, դա կարող է մկանային զանգվածի կորուստ առաջացնել եւ հիմաստ հետազոտությունների սարկոպենիայի մեծ ռիսկ ունեն պեպտիդները առաջացնելու մկանային զանգվածի կորստի։ Այո, շատ ճիշտ միտք ասացիք, պետք է դանդաղ քաշ իջեցնել ու չդիմել այդ արագ էքսպրես քաշ նվազեցնելու ծրագրերին, չգիտեմ, ինչ դետոքսներին եւ այլն, որպեսզի հետո նոր կարողանանք Միևնույնն է հետ է գալու պահպանել, քաշը, այո, իհարկե։ շատ կարեւոր է։ Քաշ նվազեցնել իհարկե Հեշտ է։ շատ հեշտ է, բայց պահպանելն է դժվար։ Այո։ Դրա համար այդ ամիսների ընթացքում մարդը կարողանում է ձևավորել այդ սննդային կուլտուրան, Այո։ ճիշտ սնվելու, որ հետագա ամբողջ կյանքի համար դա կարողանա պահել։ Դա մի շրջան չէ միայն, դա ամբողջ կյանքի համար է։ Քանի որ ամբողջ կյանքում չի ստանալու տվյալ դեղորայքը։ Իհարկե։ Պետք է դա հիշել, որ մի օր մենք այդ դեղորայքը հանելու ենք։ Նույնը վերաբերում է բարիատրիկ վիրահատությունների, որին դիմում են, քաշ են նվազեցնում, բայց հետո սկսում են նորից ապրել իրենց առաջվա կյանքով։ Դա ուղղակի մեզ խթան է արագ քաշ գցելու, նվազեցնելու, բայց հետո պահպանելը Ինչ որ երկարատև տալչոկ է, այո։ գիտակից գործընթաց է համարվում։ Ես իրականում դեմ եմ բարիատրիայի այն դեպքում, երբ որ մարդը որպես բժիշկ, երբ որ մարդը այդ սննդավարքաբանականի փուլը թողել է, դեղորայքայինի փուլը թողել է եւ միանգամից անցել է բարիատրիա։ Ես ունեմ բարիատրիա արած մի քանի բուժառու, ում քաշը հետ է վերադարձել, որովհետեւ իրենք միանգամից դիմել են բարիատրիայի, որովհետեւ այստեղից ոչինչ դեռ չի փոխվել, սննդային վարքը չի փոխվել, կյանքի ռեժիմը չի փոխվել, ֆիզիկապես իրենք նույն ձևով նստակյաց են եւ ուղղակի հույսը դրել են բարիատրիկ վիրահատության վրա, դա նորմալ չէ։ Ամեն ինչ փուլային պիտի արվի եւ հերթականությամբ։ Այո, հոգեբանական ոլորտը շատ կարևոր է այստեղ, Այո։ ու նույնիսկ պացիենտներ կան, որոնք ասում են, ինձ ամբողջ օրը քաղցրի պահանջ ունեմ, ու ես իրենց բացատրում եմ, որ դա ոչ թե քաղցրի պահանջ է, այլ ինչ որ հոգեբանական խնդիր է, որովհետև իրենք փորձում են քաղցրով ինչ որ էմոցիաներ լրացնել։ Եվ հետո մի բան էլ, եթե դու անդադ քաղցրի պահանջ ունես, ուրեմն դու լիարժեք բավարար քանակով սպիտակուցներ են կարևոր սննդանյութերը չես ստանում, առողջ ճարպը, հա, ու դու անդադ սովի զգացում ունես ու դու քաղցրի պահանջ ունես։ Ճարպակալման մասին կարելի է անվերջ խոսել, ճիշտ սննդակարգի մասին անվերջ կարելի է խոսել ու շատ է մեզ կապում այս ոլորտը, մեր պացիենտները ընդհանուրեն, ու դուք էլ եք զբաղվում դրանով ավելի գրագետ, գիտակից, ես գիտեմ, բայց եկեք մի հարցի շուրջ էլ մանրամասնենք, վահանաձև գեղձի խնդիրներ եւ էլի մեր գաստրոենտերոլոգիական պացիենտներ։ Ես ունեմ շատ պացիենտներ փորկապությամբ, որոնք ունեն նաեւ վահանաձև գեղձի խնդիրներ, օրինակ վահանաձև գեղձի հիպոֆունկցիան կամ պացիենտներ, որոնք հեռացրել են գեղձը հորմոնալ փոխարինող թերապիայի վրա են կամ ուղղակի հիպոֆունկցիա ունեն եւ էլի փոխարինող հորմոնալ թերապիայի վրա են։ Այս առումով ինչ խորհուրդ կտաք պացիենտներին։ Մենք որպես գաստրոենտերոլոգ իհարկե շտկելու ենք փորկապությունը, լուծողականներ, էլի ապրելակերպ, ռեժիմ, սննդակարգ, բայց ինչով կարող եք դուք օգնել որպես էնդոկրինոլոգ, ինչ պետք է անել։ Էլի շատ լավ հարցեր ու
իսկապես գրեթե ամեն օր առնչվում ենք այս խնդրի հետ։ Վահանաձև գեղձի թերֆունկցիան, նույն հիպոթիրեոզը քրոնիկ հիվանդություն է վահանաձև գեղձի, որի դեպքում հորմոնը քիչ է արտադրվում վահանաձև գեղձի կողմից եւ դա դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Նաեւ նշենք, որ այս դեպքում էլ ավել քաշ կարող է առաջանալ, այտուցվում են մարդիկ, փքվածություն, գազեր եւ այլն, եւ փորկապություն, որ շատ-շատ է մարդու կյանքի որակը փոխում բնականաբար։ Ինչ պիտի անենք։ Ամենակարևորը հորմոնները պահենք ճիշտ նորմայի մեջ, հա, այն սանդղակում, որը անհրաժեշտ է, որպեսզի տվյալ մարդը իրեն լավ զգա։ Եվ իհարկե կողքից արդեն ամոքիչ սննդակարգ, շատ բջջանյութով հարուստ սնունդ, բանջարեղեններ եւ այլն, եւ իհարկե լուծողականներ եւ այլն, եւ պերիստալտիկան արագացնող դեղորայք ձեր կողմից նշանակվող, որովհետեւ թերֆունկցիան վահանաձև գեղձի աղիների պերիստալտիկան դանդաղեցնում է, այո, եւ աղիքը կարծես կանգնում է, նորմալ չի աշխատում, ստամոքսաղիքային տրակտը եւ այսպիսով ունենում ենք այդ փորկապությունը։ Եվ հակառակը։ Եվ հակառակը, այո, եւ մենք ունենք գերֆունկցիա վահանաձև գեղձի, ժողովրդական լեզվով ասած թունավոր զոբը, թիրոտոքսիկոզը, որի ժամանակ ունենում ենք փոլլուծություն, որովհետև չափից շատ են վահանաձև գեղձի հորմոնները արտադրվում, այս դեպքում էլ արդեն հակառակ պրոցեսն է, հա, պերիստալտիկան շատ է արագանում, նյութափոխանակությունը կտրուկ արագանում է եւ ունենում ենք աղների աշխատանքի արագացում, հա, փոլլուծություն ենք ունենում հաճախակի եւ էլի պիտի գաստրոենտերոլոգի հետ համատեղ աշխատել։ Միանշանակ եւ ունենում ենք շատ պացիենտներ, որոնք որովայնի փքվածություն, ցավեր, ու այստեղ երբ որ հավաքում ես անամնեզ եւ մանրակրկիտ հարցաքննում ես, պարզվում է, որ ունեն ձվարանի հետ կապված խնդիրներ, հա, հորմոնալ դիսբալանս, ֆոլիկուլյար կիստաներ, պոլիկիստոզ եւ այլն։ Այս առումով ինչ կասեք։ Կարող է այդպես լինել, որովհետև ձվարանները մոտ են աղիներին, հա, պոլիկիստոզ ձվարանային համախտանիշից եթե օրինակ խոսենք, դա եւս ավելորդ քաշի ու ինսուլինառեզիստենտականության հետևանք է, կարելի ասել մեծ մաս դեպքերում, կեսից շատ դեպքերում, եւ հա, այս դեպքում եւս բուժառուները նշում են գազեր, փքվածություն, պիտի անպայման էլի հորմոնալ համակարգը շտկվի եւ զուգահեռ կատարվի նաեւ բուժում գաստրոենտերոլոգի կողմից։ Մի խոսքով մեր խաչվող ուղիները բավականին շատ են, այո, Շուշան ջան։ Շատ կարևոր է այստեղ ավարտելիս ասեմ, որ մենք միշտ պետք է դիտարկենք պացիենտին իր ամբողջական խնդիրներով եւ շատ կարևոր է, որ պացիենտը լինի գրագետ մասնագետի մոտ, որը կարողանա նաեւ ուղղորդել մեկ այլ գրագետ մասնագետի հետ, որպեսզի արդյունավետությունը բուժման ավելի լավ լինի, ու դուք այն բժիշկներից եք, որ իմ պացիենտներին ես ուղղորդում եմ հենց հորմոնալ խնդիրների պարագայում։ Շնորհակալ եմ, որ եկաք ու ավարտենք մեր հաղորդումը։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանը, իսկ դուք բաժանորդագրվեք Dr. Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։